Հրապարակ թերթը գրում է, անցած տարվա հոկտեմբերին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անակնկալ կերպով աշխատանքից ազատել էր մասնագիտական կրթության եւ ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին։ Պատճառն ինչ որ քոլեջի ուսանողի իբրև սխալ ֆինանսավորումներ եղել, չնայած նախարարությունում վստահ էին, որ նախարարը ըստ համակարգի աղբյուրների փորձել էր ազատվել ոչ այնքան հյուրային կադրերից։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով նախկին պաշտոնյաները դիմել էին դատարան։ Երեք տեղեկացանք, որ երկուսն էլ հաղթել են դատարանում։ Հրապարակ թերթը գրում է 2025 թվականի հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային խորհրդի անդամների հետ այցելել էր Կիրանց։ Երևանի ժամանածները ծանոթացել էին նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որի համար պետբյուջեից հատկացվել էր 55 միլիոն դրամ գումար։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականի դեկտեմբերին։ Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ։ Ապրիլի 14-ին եղան Կիրանցում Սուրբ Երրորդություն եկեղեցու դռները կողպված էին։ Եկեղեցու վերահոսումն էլ դեռ չի կատարվել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, որտեղ ուշագրավ դրվագ կար կոռուպցիայի դեմ պայքարի համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մասին։ Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին զեկույցում զետեղված պաշտոնական թվերը ցույց են տալիս ոչ այնքան հաջողություն, որքան խոր խնդիր։ Պետությանը պատճառված միլիարդավոր վնասի ֆոնին իրավապահներին հաջողվել է վերականգնել դրա միայն չնչին մասը։ Եթե թվերը դնենք կողք կողքի, կստացվի, որ 2025 թվականի ընթացքում արձանագրված 7.9 միլիարդ դրամ վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը 895 միլիոն դրամ, այսինքն մոտ 11.3%։ Մնացած գրեթե 88.8%-ը դեռ չի վերականգնվել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Ժողովրդավարության օրինականության ինքնահռչակ քերթողահայր Նիկոլ Փաշինյանը երեք խորհրդարանում հերթական անգամ օրենք խախտեց, այն ստորադասելով նախընտրական քարոզչության իր PR-ից։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ Փաշինյանը թիվ 1 օրենսդիր ամբիոնից գերազանցեց ազգային ժողովի կանոնակարգ օրենքով հատկացված ժամանակը, որը սահմանված է կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը ներկայացնելու համար։ Ավելին, նա նաև ընդմիջման համար հատկացված 30 րոպեն օգտագործեց իր նախընտրական ելույթի համար, արհամարհելով խորհրդարանի դերն ու կարգավիճակը։ Իսկ կոճակ սեղմող ուսապարկերից որևէ մեկը չհանդգնեց ըմբոստանալ եւ շեֆին բերել օրինականության դաշտ։ Ճիշտ հակառակը քծնական շփիտով փորձում էին ցույց տալ, թե ինչքան է կարևորում Փաշինյանի ելույթը։ Փաստորաթերթը գրում է. Ճիշտ է, ԵՄ-ն հետևողականորեն ձգտում է հասնել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը, այդուամենայնիվ կան մի շարք կարևոր խնդիրներ, որոնք պարզապես անտեսել հնարավոր չէ։ Եվրոպական երկրների ղեկավարների, ինչպես նաև եվրոպացի այլ քաղաքական գործիչների համար այլևս գաղտնիք չէ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի աղետալի անկումը։ Ըստ այդմ Փաշինյանին աջակցելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տալիս։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Խուշչյանի ունեցվածքը։ Ռուսաստանի Դաշնությունում ծնված եւ շուրջ 15 տարի վարկային ոլորտում աշխատած Նարեկ Խուշչյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել 2021 թվականին։ Ժողովուրդ օրաթերթը պարզել է, որ համաձայն փոխմարզպետի 2024 թվականի անշարժ գույքի եկամուտների, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրի Նարեկ Խուշչյանն ունի 7 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն եւ 5 հողամաս։ Նրա գույքերը գտնվում են Տավուշի Իջևան եւ Սևքար համայնքներում։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 միլիոն 588 հազար դրամ, որից 10 միլիոն 564 հազար դրամը աշխատանքի վարձատրությունն է Տավուշի մարզպետի աշխատակազմից։ Եկամուտների 8 միլիոն դրամը ստացված փոխառություն է Կոնվերսբանկից եւ Էվոկաբանկից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 միլիոն 350 հազար դրամ։ Վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 7 միլիոն 140 հազար դրամ։